Գոյամարտ սերիալում իրավիճակը գնալով ավելի ծանր, հոգեբանական ու վտանգավոր է դառնում։ Այժմ արդեն հերոսները պայքարում են ոչ միայն արտաքին թշնամիների դեմ, այլ նաև իրենց ներսի կոտրվածության, միայնության ու հուսահատության դեմ։ Դիանա Գրիգորյանը պատմությունը հասցրել է մի կետի, որտեղ յուրաքանչյուր հերոսի որոշում կարող է ճակատագրական լինել։ Վերջին զարգացումների կենտրոնում հատկապես Մանանի կերպարն է։ Առաջին հայացքից թվում է, թե Մանանը վերջապես հասել է իր ուզած իրավիճակին։ Գրիշոն սիրում է նրան, պատրաստ է ամուսնանալ, պայքարում է նրա համար, բայց իրականում Մանանը երջանիկ չէ։ Եվ սա շատ կարևոր հոգեբանական շերտ է նրա կերպարի մեջ։ Մանանը երբեք չի եղել թեթևամիտ կամ անխելք աղջիկ։ Նա շատ լավ հասկանում է, թե ինչ ընտանիք է մտել, հասկանում է Հունանի վտանգավոր բնավորությունը, գիտի անցյալի ցավոտ պատմությունները, բայց միևնույն ժամանակ նա հոգնել է անվերջ պատերազմից, նա ցանկանում է խաղաղություն, բայց ինչպես ինքն է նշում, մի օր մակունցների տանը հարգելու են Սարգսյաններին ու այլևս ոչ ոք նրանց չի նեղացնելու։ Ու հենց դրա համար էլ փորձում է խոսել եղբայրների հետ։ Մանանի համար ամենածանր հարվածն այն է, որ Դավիթն ու Լեոն չեն ցանկանում լսել իրեն։ Նրանք կարծես արդեն որոշել են, որ նա դավաճանել է ընտանիքին, հատկապես Լեոյի համար։ Շատ դժվար է ընդունել, որ քույրը հիմա Հունանի տանն է ապրում ու Գրիշոյի հետ է ապագա կառուցում, բայց Մանանը ներսից ամբողջությամբ կոտրված է, նա լսվելու կարիք ունի։ Նրան պետք է մեկը, ով հասկանա, ով պետք է լսի ուղղակի, որ ինքը դա անում է ոչ թե ընտանիքին վնասելու, այլ գուցե հենց պաշտպանելու համար։ Եվ հենց այստեղ է շատ կարևոր այն տեսարանը, որտեղ Մանանը Հունանին ասում է, որ եթե նա մոռանա Սարգսյաններին, ինքը նույնպես կմոռանա իր ընտանիքին, չէ՞ որ հենց այդ պայմանով է նա գնացել մակունցների տուն։ Սա իրականում ոչ թե հնազանդություն է, այլ պաշտպանական քայլ։ Մանանը հասկանում է, որ Հունանին հնարավոր չէ հաղթել ուժով, նա փորձում է խաղաղության ճանապարհ գտնել։ Գուցե ներսից նա մտածում է, որ եթե լինի Հունանի կողքին, կարողանա մեղմացնել իրավիճակը, վերահսկել որոշ բաներ, ապա կարողանա փրկել իր ընտանիքը։ Սա շատ հասուն ու ցավոտ մտածողություն է, բայց ամենամեծ ողբերգությունն այն է, որ Հունանը կանգ առնող մարդ չէ։ Նրա համար ցանկացած հարաբերություն վաղ թե ուշ վերածվում է վերահսկողության։ Նա հիմա գուցե արտաքինից ընդունել է Մանանին, բայց իրականում շարունակում է նրան դիտել որպես միջոց ազդելու մյուս ընտանիքի վրա։ Եվ հենց սա է ամենավտանգավորը։ Մանանը մտածում է, որ կարող է խաղաղություն բերել, բայց իրականում ինքը հայտնվել է մի մարդու տանն, ով ապրում է պատերազմով։ Այս ամենի ֆոնին Լեոյի գիծը դառնում է ավելի մութ ու վտանգավոր։ Լեոն հիմա ներսից ամբողջությամբ այրվում է։ Նա կորցրել է վստահությունը մարդկանց նկատմամբ, կորցնում է ընտանիքի միասնությունը։ Լեայի հետ հարաբերություններն էլ մշտապես ճնշման տակ են։ Նրա ներսում այնքան զայրույթ ու ցավ է կուտակվել, որ նա այլևս չի տեսնում նորմալ ճանապարհ, եւ հենց այդ պատճառով էլ որոշում է մասնակցել փողոցային մարտերին գումարի համար։ Սա շատ խորհրդանշական զարգացում է։ Լեոն կարծես կամաց-կամաց գնում է նույն ճանապարհով, որով ժամանակին գնացել էր հայրը։ Նա ընտրում է բռնության աշխարհը, մտածելով, որ այդպես կարող է լուծել խնդիրները, օգնել ընտանիքին ուժեղանալ, բայց այդ ճանապարհը միշտ կործանարար է։ Փողոցային մարտերը Գոյամարտում պարզապես գումար աշխատելու միջոց չեն լինելու, դրանք դառնալու են Լեոյի ներքին վիճակի արտացոլումը։ Նա հիմա պայքարում է ոչ միայն հակառակորդների դեմ, այլ սեփական ցավի։ Յուրաքանչյուր հարված, յուրաքանչյուր կռիվ լինելու է նրա ներսում կուտակված զայրույթի արտահայտությունը։ Շատ հեռուստադիտողներ արդեն նկատում են, որ Լեոն գնալով ավելի նման է դառնում Ռաֆին։ Եվ սա սերիալի ամենացավոտ գծերից մեկն է։ Հոր ճակատագիրը կարծես հետապնդում է նաև որդուն։ Եթե Ռաֆը ժամանակին չկարողացավ դուրս գալ վտանգավոր կյանքի ճանապարհից, հիմա նույն վտանգը կանգնած է Լեոյի առաջ։ Հնարավոր է փողոցային մարտերի միջոցով նա հայտնվի շատ վտանգավոր մարդկանց շրջապատում, հնարավոր է նա նոր թշնամիներ ձեռք բերի կամ նույնիսկ ծանր վնասվածքներ ստանա, բայց ամենավտանգավորն այն է, որ նա ներսից սկսում է կոշտանալ։ Լեոն նախկինում ավելի զգացմունքային էր, ավելի բաց, հիմա նրա մեջ շատ մութ փոփոխություններ են սկսվում։
Եվ այստեղ Լեայի դերը շատ կարևոր է լինելու։ Հավանաբար հենց Լեան կլինի այն մարդը, ով կփորձի կանգնեցնել Լեոյին մինչև ուշ չլինի, որովհետև եթե Լեոն ամբողջությամբ մտնի այդ վտանգավոր աշխարհ, դուրս գալը շատ դժվար կլինի։ Այս ամենի ֆոնին Հունանը շարունակում է մնալ սերիալի ամենավտանգավոր ուժը։ Նա կարծես մի մարդու օրինակ լինի, ով կորցնում է ընտանիքը, բայց փոխվելու փոխարեն ավելի դաժան է դառնում։ Իննան փորձում է կանգնեցնել նրան, Լեան հեռանում է իրենից, Գրիշոն կամաց-կամաց դուրս է գալիս իր վերահսկողությունից, բայց շարունակում է ապրել նույն մտածողությամբ՝ ուժ, վախ, վերահսկողություն։ Սերիալը հիմա հասել է շատ ծանր կետի, այստեղ յուրաքանչյուր հերոս փորձում է ինչ-որ մեկին փրկել, բայց հաճախ հենց այդ փորձերն են ավելի մեծ ցավ պատճառում։ Մանանը փորձում է պաշտպանել ընտանիքը զոհաբերելով իրեն, Լեոն փորձում է օգնել ընտանիքին մտնելով վտանգավոր աշխարհ, Իննան փորձում է պահել ընտանիքը կորցնելով սեփական հանգստությունը, իսկ Հունանը փորձում է պահել իշխանությունը քանդելով բոլորին։ Առաջիկա սերիաներում սպասվում են շատ լարված զարգացումներ։ Կկարողանա Մանան իսկապես ազդել Հունանի վրա, կփոխվի Գրիշոն սիրո շնորհիվ, ինչ վտանգներ են սպասվում Լեոյին փողոցային մարտերում և արդյոք Ռաֆի ճակատագիրն իսկապես կրկնվելու է որդու կյանքում։ Մի բան արդեն պարզ է, գոյամարտում հերոսները կանգնած են այնպիսի ընտրությունների առաջ, որոնք կարող են կամ փրկել նրանց, կամ վերջնականապես կործանել։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ ինչ է սպասվում առաջիկա սերիաներում, ապա միացեք մեր ալիքին, խոստանում ենք հետաքրքիր է լինելու։